Այստեղ ցանկանում եմ կարևոր մի հայտարարություն անել, եթե impeachment այնուամենայնիվ տեղի չունենա, ապա անկախ այն հանգամանքից, թե որ քաղաքական ուժերը կմասնակցեն ընտրություններին, եթե գործող ռեժիմը անհավասար պայմաններում վարչական ռեսուրսի չարաշահմամբ եւ անընդունելի այլ մեթոդներով դարձյալ կզավթի իշխանությունը, Հանրապետականը պատրաստ է իր տեղը զբաղեցնել հետընտրական պայքարի առաջին շարքերում։ Հարգելի գործընկերներ, մենք այստեղ ենք ոչ նրա համար, որ ծափահարենք եւ գողոբանենք իրար, դա չափազանց ալուրջ եւ անպատասխանատու կլներ։ Մենք չպետք է վարանենք եւ պարտավոր ենք խոսել մեր սխալների ու ձախողումների մասին։ Եվ սա առաջին նման դեպքը չի։ Մեր կուսակցության օրինակով կարող ենք ասել, որ սխալների վերլուծությունը ոչ թե թուլացնում, այլ զորացնում է, որովհետև քաղաքական ուժը, որը չի կարողանում ընդունել իր անցյալը, չի կարող կառուցել ապագա։ Դա մեզ անկաշկանդ առաջ նայելու, սխալներից դասեր քաղելու, իրատեսորեն գործելու հնարավորություն կտա։ Այո, պետք է խոստովանենք, որ ընդդիմադիր ուժերը, որոնց թվում նաև մենք հանրապետականներս, ձախողեցինք լայն ազգային շարժում ստեղծելու գործընթացը, ընդհանուր նպատակի շուրջ ընդդիմադիր ուժերի միավորումը, որը կարող էր կանգնեցնել այս խելագարությունը։ Մենք մնացինք մասնատված, կասկածամիտ միմյանց հանդեպ, կրելով հին հակասությունների բեռը, մինչդեռ նավը շարունակում է խորտակվել։ Ազգային ուժերս այս տարիների ընթացքում հայրենավաճառ գործող կառավարիչների դեմ կանգնած առանձին հատվածներ էինք, բայց ամբողջական այլընտրանք չդարձանք։ Եվ մինչ ներքին այդ ջլատող պայքարում մենք իրար միս ենք ուտում, կեղտոտ վաճառականները փորձում են գեղեցիկ փաթեթավորել ու սեփական աթոռի արժեքով վաճառել այն ամենը, ինչը մեր ժողովրդի լավագույն զավակների հետ միասին տասնամյակներով կառուցել ենք արյամբ ու քրտինքով։ Սրանց կառավարման ողջ ժամանակահատվածում իրավիճակը վերլուծելով մենք կանխատեսում էինք հաճախ պարզորոշ տեսնում, բարձրաձայնում, զգուշացնում այն աղետների խաղաղություն ամեն գնով օրակարգի ռիսկերի մասին, որ բերեցին ու բերում են մեր պետության ու ժողովրդի գլխին, բայց ավաղ կանխատեսումը կանխարգելու չկարողացանք դարձնել։ Մեր աշխատանքի ընթացքում ունեցել ենք ձախողումներ, որոնք խոստովանենք, որքան մերը նույնքան էլ բոլոր ազգային ուժերինն են։ Հաճախ ինքս ինձ հարցնում եմ, եւ ինչ արժեն այդքան ջանքերը, երբ 5 տարի առաջ մեր առջև դրված հիմնական խնդիրը այդպես էլ լուծված չէ, եւ իշխանազավթները շարունակում են անարգել եւ անամոթաբար քանդել պետության հիմքերը, երբ մեր հասարակությունը մնում է պառակտված, ընդդիմությունը անմիաբան, մեզ միավորող միակ հենասյունը հայ առաքելական Սուրբ եկեղեցին հարվածի տակ։ Այս հարցը շատերին կարող է տանել հուսահատության, բայց ոչ ինձ եւ ոչ էլ ձեզ, որ որպես հանրապետական անկախության բանակի շարքերից մինչև հայկական կանոնավոր բանակի շարքեր, մինչև բռնաճնշումների ենթարկվող ընդդիմության շարքեր, պատվով եք անցել ձեզ բաժին հասած փորձություններն ու անցնում եք մինչև հիմա։ Մենք պետք է հասկանանք, որտեղ ենք թերացել, որտեղ ենք սխալ հաշվարկել, մեր գործողություններից առաջ ինչ հանգամանքներ հաշվի չենք առել, այդ թվում կապիտուլյանտների վարքագիծը դիտարկելիս, ընդդիմադիր մեր գործընկերների վարքագիծը դիտարկելիս, որքանով ենք արդյունավետ աշխատել մեր հասարակության հետ, կարճ ասած, որոնք են մեր թույլ եւ ուժեղ կողմերը։ Ցանկացած քաղաքական ուժի համար սրանք մշտապես արդիական հարցեր են։ Պատկերացրել ենք արդյոք, որ պոպուլիստ իշխանազավթները կարող են օրոցերոկով ոտնահարել սահմանադրությունը, անտեսել գրված ու չգրված բոլոր բարոյական նորմերը, սեփական աթոռը պահելու դիմաց անամոթաբար վաճառել
մեր ազգային արժեքները եւ չկրեն ոչ մի պատասխանատվություն։ Կապիտուլյանտը ժամանակին մեղադրում էր, թե գործող սահմանադրությունը Սերժ Սարգսյանի հագով կարված կոստյում է։ Իսկ հիմա արի ու տես, որ պատրաստվում է մեր սահմանադրությունից Ալիևի հագով կոստյում կարել, քանի որ այդպես են ուզում Ալիևը եւ նրա ավագ եղբայրը։ Մենք քննադատում ենք արտաքին